Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը։ Արգակներս վերանդավաճան հեռուստադիտողներին, ովքեր հետևում են եւ միշտ ակոպով նայած ակնկալում են հետաքրքիր թողարկումներ։ Այսօր իմ կարծիքով ավելի շատ հետաքրքրվելու է սպորտասեր հասարակությունը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ միշտ Զինայից սպասում են թարմ նորություններ, այն էլ սպորտ աշխարհից։ Բայց մինչ այդ ես չեմ ուզում խախտել մեր ֆորմատը։ Շնորհավորում եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ մարդկանց շրջապատում, ակոպով նա եւ իհարկե 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Ha Արի մոտսում իմ նատանը Որովհետև կարոտել եմ համել Քո ժպիտու շուրթերիդ համը Ինձ ագամ է Ունեմ մի հայացք, մի նայվածք, մի ժպիտ Էй, որը տենալուց պակասում ա օդը Էդ դա ինչ արած ու առանց իմ յարի Չի գալի մուսա, չգիտեմ ոչ մի նոտա Ու մեր մեջ ասած սնորված ա աշխարը Որտև առանց էլ կործանվում ա դարը Սերը լինում ա համտակ համ է սարը Ախ ինչ լավն ա իմ յարը Քեզ կարոտում եմ ամեն վարկյան Ուզում եմ շուտ է վերառնեմ ու կամ հալվեմ գնամ Ամեն վարկյան Մոտդ մնամ ու անեանամ Սրտիս ողսերը հանեմ ու տամ Կզգաս որ կամ Ամեն վարկյան Չունեմ դեմի ճարարը Համփուրեմ սիրտս հովանա Նանա սովենա Արևին կասեմ ուշացի Մի տխրի ու դու միլացի Քոնն է սիրտս իմացի Քեզ կարոտում եմ ամեն վարկյան Ուզում եմ շուտ է վերառնեմ ու կամ հալվեմ գնամ Ամեն վարկյան Մոտդ մնամ ու անեանամ Սրտիս ողսերը հանեմ ու տամ Նույնիսկ երբ քեզ նեղացրել եմ չիմանայր հանգիստ ապրեիր ու չէի լսի տխուր եքերս Բայց հիմա արի ուտես պատանու պես մոլորվել եմ համ սրտանց համ մի սրտ է Քո մասին ես երգը գրել եմ ինքը համ բարի համ մի քիչ վայրի Գեղեցկությամբ կարա հանգիստ այրի Առանց բարևիդ կարա օրը մարի Ամեն վարկյան օր շաբաթ ու տարի Քեզ կարոտում եմ ամեն վարկյան Ուզում եմ շուտ է վերառնեմ ու կամ հալվեմ գնամ Ամեն վարկյան Մոտդ մնամ ու անեանամ Սրտիս ողսերը հանեմ ու տամ Կզգաս որ կամ Ամեն վարկյան TV եթերում աշխատանքը շարունակում է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը եւ այս պայն րոպե չկորցնելով ուզում եմ առաջարկեմ դիտեք հետաքրքիր տեսանյութ հաղթանակներով լի երաժշտական եւ ամենակարևորը ասեմ որ տեսանյութի գլխավոր հերոսը րոպեներ անց կլինի մեզ մոտ տաղավարում Get your ass knocked down. What you wanna do? Get ready. What you wanna do? 3-6 Mafia. Let's go. Yeah. We ain't playing. It's going down. It's going down.
It's a fight, head bust 'em, We gon' hit 'em with the left, hit 'em with the right. We gon' hit 'em with the left, hit 'em with the right. It's a fight, head bust 'em, It's a fight, head bust 'em, See, I'm the king of the ring. Ring the bell and I'm coming out swing. Swinging left, swinging right till they ding. He hit the ground, bounced up like a spring. Եթե նոր եք մեզ միացել, ապա դուք արդեն հասկացել եք, որ 21 TV եթերում մի աշխատանք սկսել է Ձինայի հետ նախագիծը եւ ես րոպե չկորցնելով արդեն ուզում եմ սիրով ձեզ ներկայացնել իմ սպասված հյուրին։ Եվ այսպես, սպորտային կարատե աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, WKN MMA աշխարհի չեմպիոն, Հայաստանի կարատե միության հիմնադիր իմ թանկընկեր Կամո Ունանյանը։ Կամ ջան, ողջույն։ Բարև Ձինա ջան։ Կամ ասա, որ երբ ծրագիրս ծնվել է, ես սպասում եմ քեզ ինձ մոտ տաղավարում։ Բայց քանի որ Կամոն քաղաքում չի լինում կամ գալիս է միանգամից գնում է բուժման, հիմա նոր կարող եմ իմ ընկերոջը տեսնել տետատետ այստեղ։ Ոնց ես Կամ ջան։ Արդեն լավ, ոչ թե քաղաքում չէ, այլ երկրում չէ, մոտավոր 5 ամիս։ Ճիշտ ասած, այտենց եթերների չէի ուզում մասնակցեի, քանի որ մի քիչ առողջական մի քիչ չէ, լուրջ առողջական խնդիրներ ունեի, այս ընթացքում 2 անգամ վիրահատվել եմ Գերմանիայում։ Ցավոք լավ այտենց արդյունքի չեկանք, որտեվ ուզում էինք առանց, ասենց ասեմ, բժշկական լեզվով իմպլանտներ դնելու, առանց բաց վիրահատության, ինչ-որ արդյունքի հասնենք, բայց ցավոք չստացվեց եւ դրա համար անորոշ վիճակ էր, հետագայում ինչ կլինի իմ մարզական կարիերան, արդյոք կարողանամ շարունակեմ թե ոչ, բայց հիմա արդեն եկել ենք կոնկրետ մի ինձ կետի ենք հասել, որ սենց ցավերով, ապրելով պետք է շարունակեմ, քանի որ այս տարի լուրջ նպատակ ունեմ, որին որ ուզում եմ հասնեմ, եւ այնպես չէ, որ առաջ անգամ եմ կյանքում սենց ցավերով ապրել եւ մարզվել է, բայց քանի որ ունեմ մեծ կամքի ուժ, ամեն ինչ կանեմ, որպեսզի տարվա վերջում ստանամ այն արդյունքը, որին որ հիմա ձգտում եմ։ Կամ անհնարին են, երբ որ ես քեզ տեսնում եմ հիվանդասենյակում, արդեն վիրահատություն չգիտեմ առաջ հետո, անհնարին է, որ ամեն անգամ քեզ չգրեմ կամ կարող է լինի կարիերայի ավարտը, բայց արդեն վախում եմ այդ տեքստից, որովհետև ինձ թվում է ոչ մի բան քեզ չի կանգնացնելու։ Ձինա ջան, նայ, անկեղծ ասեմ, այն ցավերը, ինչը որ ես ունեմ, դժվար թե այտենց մեկը լինի եւ չեմ էլի գովաբանում ինձ, ուղղակի սովոր եմ արդեն այդ ցավերին, ով, բայց դու լավ գիտես, այս 8 տարվա ընթացքում քանի անգամ եմ վիրահատվել մեջքի եւ ոչ միայն այդ մեջքի այն մնացած ջարդվածներ, ուրիշ խնդիրներ էլ չեմ ասում, էլի։ Ուղղակի քանի որ մեջքի խնդիրն է այսօր շատ լուրջ, որը որ շատ ժամանակ, այն կարգի ցավեր եմ ունենում, որ այն ամենաուժեղ ցավազրկողները չի օգնում, հիմա կարող շատեր ասեն, բայ ինչի՞ դա պետք շարունակես, դա մենակ կհասկանան այն պրոֆեսիոնալ մարզիկները, ովքեր որ հասել են մի հատ ինչ-որ կետի, մի քիչ է մնացել, որ հասնում ես պետք է սարի վերջի sense կետը հասնես եւ մնացել է մի քանի քայլ, ու մեռնելով է լինի, դու պետք է անես այդ քայլը, հիմա է դա ու հաստատ տարվա վերջում չեմ փոշմանի, որ sense ցավերով ապրել եմ, մարզվել եմ ու վստահ եմ հաղթանակներ կլինեն։
հիմա նախատեսում եմ մայիսի պաշտոնական չի, մայիսի 5-ին արդեն պաշտոնական կլինի, մայիսի 30-ին Կազախստանում պետք է MMA-ի մարտի մասնակցեմ։ Լավ։ Դրանից հետո Խորվաթիայում հունիսի 6-ից 8-ը Շիտորիու ոճի աշխարհի առաջնությունն է, հուլիսի 9-ից 13-ը կարատե ամենաուժեղ վարկածներով WKF աշխարհի առաջնությունն է Շվեդիայում Մալմեում։ Եվ տարվա վերջ արդեն եթե այս MMA-ից մարտը ինքը լավ անցնի, հաղթեմ, արդեն նպատակ կա, որ կարող եմ մի մարտ ունենամ, դրա մասին կարող եմ բացահայտ ասեմ, քանի որ այս վերջերս լրատվամիջոցներն են անդրադարձել, կարող է UFC կազմակերպությունում մի մարտ ունենամ, որը որ աշխարհի ամենաուժեղ կազմակերպությունն է, MMA-ի հասկացողները գիտեն այդ ինչա, դա արդեն կապված է, թե ես ինձ ոնց կզգամ այդ ընթացքում։ Հիմա ես չեմ կարող ասել, կարող է 2 ամիս հետո արդեն իրոք այն կարգի վիճակ լինի, որ անհնար լինի։ Հա։ Նույնիսկ քայլել էլի, տենց հա, հիմա բուժվում եմ եւ արդեն սկսել եմ մարզումներս, հիմա լավ եմ ինձ զգում։ Թե հետագայում ինչ կլինի, դա արդեն իմ օրգանիզմից է կախված։ Աստված առաջ, չնայած չգիտեմ ինչու ինձ թվում է դու սենց խոսում ես, բայց մեկա գնալու ես այնտեղ լինելու այդ ամենը։ Ասեմ նաև որ այդ ինչ որ այդ ամեն ինչը անում եմ, որպեսզի պատմություն կերտեմ, հա։ Օրինակ Նայեզանույն կազմակերպությունը ամենաուժեղներից մեկն է SNG-ում, հեսա շուտով աշխարհում կլինի ու Նայեզայի հետ այսօր նու այս մի մարտից հետո պարզ կլինի, հետո հետագայում կոնտրակտ կլինի թե չէ, ասեմ որ այդ ամեն ինչ անում եմ պատմություն կերտելու համար, ոչ թե նույն ինչի համար եմ ես հիմա համ MMA մասնակցում, համ կարատե, որպեսզի ինչքան հնարավոր է նույն կարատեի վարկածներով աշխարհի Եվրոպայի առաջնություններում մեդալ նվաճեմ ու շատացնեմ իմ մեդալների քանակը։ Հիմա աշխարհի առաջնություններից 9 աշխարհի մեդալ է, 13 Եվրոպայի, հա, ինչքան շատացնեմ, այդքան իմ ոնց որ պատիվն է, իմ ազգի պատիվն է, հա։ Մնացած այդ պետական ինչ-որ պարգևատրումներ բան վաղուց ասել եմ, մնում եմ իմ մտքին, որ չեմ սպասում, չեմ էլ ուզում։ Դու մեկ ազգի կողմից գնահատված ես, այդ ամենակարևոր երևույթն է։ Դա ամենակարևորն է։ Այո, շատ լավ։ Կամ մի բան էլի հարցնեմ, այն որ ասում ես տարվա վերջում։ Այդ տարվա վերջում այդ ինչ բում է էլի, ես ուզում եմ մի հատ նորից հասկանալ։ Եթե նախատեսված գնաց, ոնց որ մենք պլանավորում ենք, ես ու իմ թիմը, ու տարվա վերջում այդ MMA-ի մարտը լինի, դա լինելու է բան, UFC-ի մասն է խոսքը, կամ Սաուդյան Արաբիա, էլ Ռիադ կամ Աբու Դաբի։ Էլ եմ ասում, այդ ամեն ինչը կախված է իմ վիճակից, թե ոնց է լինելու։ Հուսով եմ լավ կլինի եւ մի մարտ կանցկացնեմ։ Դու գիտես, որ Եթե չանցկացնեմ էլ շատ չեմ տխրի, որտեղ վնաս չէ, իմ նպատակը այտենց UFC-ն է։ Իմ նպատակը արդյունքներ գրանցնելն է լավագույն կազմակերպություններում։ UFC-ն արդեն ես մի քիչ տարիքով, հա, սպորտսմեն եմ, մարզիկ եմ, իրանք տարիքով մարզիկներին կոնտրակտ չեն առաջարկում, հետո ես Ամերիկա գնալու հետ կապված խնդիրներ կա եւ այլն։ Կարևորը այն է, որ ես էլ եմ ասում, համ կարատեի տարբեր վարկածներում էլի աշխարհի Եվրոպա մեդալներ նվաճեմ, համ էլ MMA-ում իմ զրոն պարտությունների հանկարծ մեկ չդառնա։ Այսինքն միայն հաղթանակներ լինի, էդ էլ իմ 28-րդ տարին է պրոֆեսիոնալ կարիերայի, թող հետո այնպես լինի, որ ոչ մեկը ոչ մի սպորտաձևում իմ այդ արդյունքները չկարողանա էլի գրանցի նույն աշխարհի քանակով մեդալների ու Եվրոպայի։ Եզակին մնաս եզակին։ Ով կհասկանա կգնահատի, ով չի Աստված իր։ Ես էլ չծերանամ, արդեն վարեմ 28-րդը, 29-ը, այսպես շարունակ, որտեվ ամեն տարի կարող եմ բարձրաձայնել, ես եմ վարում այն լավ փարթիները եւ երեկոները, որ հատուկ կազմակերպվում օրինակ չեմպիոնատ հանդիպելու համար։ Կամ մի հարց էլ տամ էլի։ Դե այս հարցը շատ եմ տալիս, բայց ամեն անգամ ինձ հետաքրքրում է։ Դու այն դեմքերից չես, որ նստես սպասես, թե պետականորեն ինչ է սպասում քեզ, ինչ պարգևատրում, այսպես։ Եվ շատերն էլ միշտ հարցում են օրինակ, կա չէ՞ տարբերակ միջոց։ Դու հասնում ես արտերկիր, երկիր ես ներկայացնում, դրոշը բարձրացնում ես, հայրենիք ես բերում ոսկին, բայց ծախսերը կան։
Ես ունեմ հովանավորներ, թե MMA-ում, թե կարատեում։ Ինքը թանկաչոք է, չէ՞։ Չլինել ընդհանրապես չէի դժգոհի, իմ միջոցներով կանեի, ես ոչ թե չեմ սպասում, հա, ասենց օֆիցիալ ասեմ, էլի, ես չեմ էլ ուզում ինչ-որ պետական պարգևներ, ոչ թե չեմ սպասում, այսինքն երբ կառաջարկեն, վայ ուրա չէ, չեմ ուզում, բացառում եմ դա։ Այո։ Այսօրվա դրությամբ եմ էլի ասում։ Հա, կարևորը գիտեք ոնց գումարը, չէ, այդ գումարը ծախսվում է, բայց երբ որ դու պատմություն ես կերտում, դա հավերժ մնում է։ Այդ գումարները, բաները դրանք սովորական Շատ լավ։ Կա մի հարց էլ։ Ես չգիտեմ ինչու ուզում եմ հասկանալ։ Եթե գալիս է այն պահը, որ արդեն կարիերայի ավարտն է լինում, կամ ում պատկերացնում է իրան ինչ անելու։ Ես մի բան էլ ասեմ, այդ նախքին նորին խոսում էինք, ես երբեք իմ սկզբունքներին դեմ չեմ գնում։ Եթե ես միջև այդ ասել եմ, որ պետությունից ոչ մի բան չեմ սպասում, ունես չէ՞լի անցնելու է հիմիկվա մասն է, էլի խոսքը մի տարի հետո ասում չես սպասում եմ։ Չեմ սպասում, չեմ էլ ուզում։ Ինչ վերաբերում է դրան, թե հետո ես ինչ եմ անելու, իհարկե կա, հաստատ մարշչական կարիերայով չեմ զբաղվելու, դրա ոչ ժամանակն ունեմ, ոչ ներվերը ունեմ։ Այո, ես դա գիտեմ։ Իհարկե զբաղվել եմ իմ Հայաստանի կարատեի միության զարգացնելով, որտեվ Հայաստանի կարատեի միությունը այսօր աշխարհի ու Եվրոպայի առաջնությունն է ներկայացնում WUKF, World Union of Karate Do Federations, որը որ կարատեի ամենազարգացող ու ուժեղ վարկածներից մեկն է, իմ Հայաստանի կարատեի միությունն է ներկայացնում Հայաստանը։ Հետո մյուս տարի ճիշտ ասած նպատական նոր ֆիլմ ստեղծելու, հայրենասիրական։ Հասանք տեղ հետո։ Այս տարի ուզում եմ սպորտով, հա, այդ իմ անելիքները անեմ, իսկ մյուս տարի արդեն մեծ պրոյեկտ եմ նախատեսում, որը որ գաղտնի է թե ինչի մասին է լինելու։ Բայց ոնց որ պլաներում կա։ Չէ, պլաներում կա, բայց չեմ ասում էլի ինչ ֆիլմ է լինելու։ Կլինի, ինձ թվում է մարդիկ կգան, իրանց գնահատականը կտենան եւս մեկ անգամ ես կապացուցեմ, որ ստացել եմ բավականին լուրջ պրոդուկտ ու կցուցադրվի տարբեր երկրներում, վստահ եմ, որ ինքը մեծ ճանաչում կունենա։ Թվով որ ֆիլմն է լինում։ Երրորդ ֆիլմը։ Բայց այս բան ես առաջարկում եմ փոքրիկ ասենց անցում անենք եւ ուզում եմ իմ սիրած ֆիլմի սաունդթրեքը մի հատ դիտենք ու վերադառնանք։ Նար դու գիտես, որ այս փողերը հասեն հասնելու համար է պետք։ Այս իմ շանսն է, ժամանակն է։ За Турцию я очень много резал и убивал. Мы с тобой сейчас пойдем гулять. Бум-бум-бум. Где мои деньги? Անընդհատ ռիսկ ես գնում, Ռոբ։ Վստահ եղե, որ ես միշտ քո կողքն եմ։ Гром, у меня для тебя отличная новость. Я к тебе в Тбилиси еду. Սենիչոք սևյերում աշկը։ Ապեր ինչի հեռախոս չեք վերցնում։ Ռոբ, Անան քեզանց նեղացած է։ Դրամ էլ քո զանգերին չի պատասխանում։ Вот поживем, и ты увидишь, что я был прав. Чем здесь? Ну чем это тебя не устраивает, а?
Ուզում եմ սիրով տեղեկացնել բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր որ հենց տորեն մեզ միացել, ես հյուրընկալել եմ սպորտային կարատեի աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, WKN MMA աշխարհի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանին։ Ինձ մոտ արդեն կան ամսագրեր, փոքրիկ, բայց բավականին խիտ կարող եմ չէ ցույց տալ կամ չէ։ Մենք քանի որ արդեն այսպես ասած պրեզենտացիա ասվածը, հա, մենք ներկայացրել ենք, շատերը իրենց ձեռքի տակ ունեն եւ երկկողմանի է։ Երկկողմանի եւ հայալեզու է փաստորեն։ Չէ։ Անգլերեն եւ ռուսերեն։ Կամ եթե հիմա կան մարդիկ, ովքեր որ հետևողական են եւ հետևում են քո, այսպես ասած, սպորտային կարիերային, որտեղից կարող են ձեռք բերել։ Թե չկա։ Չէ, այտենց ծնած չի, որտեղ դրել ենք միտեղ վաճառվում են եւ այլն եւ այլն։ Հա, բայց օրինակ հիմա ես օրինակ ես վերջերս որ մի քանի ամիս Իսպանիա էի, այո, լավ ընկերներ ունեմ այնտեղ, ասեցին ինչ կլինի էլի, թող մի 200 հատ մարդիկ կան շատ են ուզում էլի ունենան, թողել եմ իրանց մոտ, իրանք այտենց տալիս են։ Սա էլի մոտ է, այնպես որ ովքեր որ տենց ֆանատորեն ինձ գրում էին Կամոյի մասին հարցում են ինչու ինձ մոտ աղավարում չի, ես եթե այնպես հենց հետևեք ծրագիրն էլ տարածեք, Կամոյի թույլտվությամբ կնվիրեմ ձեզ։ Կարամ չէ՞ կամ։ Իհարկե։ Շարունակում ենք կամ Ես որ Զինա ջան սենց ասեմ էլ ես վերջերս էլ իմ ընկերները ասում են այդքան մայկաներ կան այդ MMA-ի, հա իմ նկարներով ինչի շատ չես արտադրում, ինչի ժուրնալները ուրիշ տեղերը տենց չեն դնում, մի պա տենց հավես կորել էր տենց բաների անկեղծ իհարկե դա պետք է, որտեղ իրոք մարդիկ կան, երեխեք կան, որ ինձ էլ են շատ գրում, ոչ միայն երեխաներ էլի ու ուզում են ունենան, իհարկե պետք է կարող է եւ միաժամանակ անցնի ինչ-որ միտեղ կոնկրետ ասենք, որ այդտեղում համամսագրեր կան, համ այդ շապիկները կան, հաստատ բիզնես չեն կանելու, շապիկները չեն վաճառելու։ Բայց սպորտասեր հասարակություն կա, որ գնահատում է, քեզ ուզում է ունենալ։ Մի հատ էլ ես եմ ուզում կամ։ Այնպես որ մեծ սիրով։ Շատ լավ, կամ քո գնահատականը դու մի շատ ճիշտ պարզ են որ 100%-ով առանց ինչ-որ կաշկանդվելու միշտ գնահատում ես մեր սպորտի կարգավիճակը, թե ոնց է այսօր մեր սպորտ աշխարհը։ Այդտենց որ կողքից նայում ես ընդհանուր։ Անհատական, թե օրինակ թիմային։ Երկուսն էլ, եւ թիմային եւ անհատական։ Օրինակ թիմայինի մասին չասեմ։ Օրինակ ֆուտբոլը։ Ուզում եմ ասել մենակ ոչ ֆուտբոլը։ Հա։ Անհատական էլի, հա, ֆուտբոլը իրոք կարող շատ լավ լիներ, որովհետև որ նայում ես Հայաստան, ես շատ եմ սիրում ֆուտբոլ, լավ գիտեմ պատմությունը ֆուտբոլի, շատ եմ հետաքրքրվում ու որ երկիր գնում եմ, հաստատ առաջինը գնում եմ ֆուտբոլի լավ ինչ-որ խաղ նայելու։ Մենք այդ քո Instagram-յան էջում տեսնում ենք միշտ։ Մասնագիտական այդ կարծիքն էլ նույն վերջերս, մի քանի տարի առաջ Հենրիկ Մխիթարյանն էինք տեսել Հռոմում, ու սենց խոսացինք ման, ու սենց ասում եմ տակտիկաների մասին, ման ասում եմ որտից էլի սենց լավ տիրապետում, ասում եմ փոքրուց շատ եմ էլի սիրել։ Նայում ես Հայաստանի հավաքականը շատ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են, բայց Հայաստանի առողջության մասին չեմ կարող լավ բան ասեմ, որովհետև նույնիսկ մենք դաշտեր չունենք էլի։ Ինչի մասը խոսքը։ Իսկ անհատական Ամբեշամատ, բռնցքամարտ, կարատե, հավատացեք, վերջի տարիներին շատ է զարգացել։ Նույն MMA-ն, որ Հայաստանում շատ է զարգացել, ի շնորհիվ մեր այն մարտիկների, մարզիկների, ովքեր որ նույն UFC-ում են մասնակցում, հաղթանակներ են ունենում, ու ոչ միայն UFC-ում, ուրիշ կազմակերպություններում, անհատական սպորտաձևերը, նույն կարատեն, ըմբշամարտը, բռնցքամարտը, ջյուդո ինքը բավականին համեմատած օրինակ ինչ էր 5 տարի առաջ ու հիմա լավ զարգացել է։ Հիանալի է։ Եվ մի հարց էլ ամփոփման համար հետո անցնում ենք արդեն մեր նաև ֆորմատին, հա։ Կամ այս հարցը ամեն անգամ ես տալիս եմ քեզ, երբ որ դու ինձ հյուր ես լինում, որովհետև շատ-շատերին հետաքրքրում է, այսինքն ովքեր որ քեզ ուղղակի հեռվից են ճանաչում, ովքեր որ քո ընկերը չեն, քո շրջապատում չեն, վստահ կարող եմ ասել կուզենան այս հարցի պատասխանել ասեն։ Ես չգիտեմ ինչու վստահ եմ որ ամեն անգամ հաղթանակից հետո դու շատ կողքից պրոմոտերների կողմից տանում ես լավ առաջարկներ, որ իրենց դրոշը բարձրացնես, իրանց հետ համագործակցես դրսից։ Կան չէ՞ կամ։ Կան առավել եւս այս MMA-ի հաղթանակներից հետո, որ մի պահ շատ լավ էր գնում, դե վերջի մարտս ունեցել եմ հուլիսի 15-ին գոտու համար, դրանից հետո
պատմություններ, վնասվածքներ, այդ Fight Night-ում պետք է մասնակցեի, գիտես համալիրում ինչ եղավ, մարտը տեղի չունեցավ, այդ ընդհանուր գլոբալ մի բան եմ ուզում ասեմ, որ ովքեր ինձ ճանաչում են, ինձ լավ գիտեն, որ ես իմ սկզբունքներին չեմ դավաճանում, ես բացի սպորտը գոյություն ունի կյանք, տղայական դաշտ, որտեղ որ ես իմ համար կապ չունի իմ դիմացինը ով է, միջև վերջ կգնամ, միջև վերջ, իմ համար ընդհանրապես կապ չունի, էլի իրանց բանը, պաշտոնը կամ ինչը, շատերը եթե ովքեր ինձ չեն ճանաչում, կարող է իմ համեստությունը, հասարակ լինելը, բարիությունը, թուլության տեղ համարել, Իզուր։ շատ իզուր ու ի վնաս իրանց է լինելու, միշտ ցույցատվե սիտուացիաներն ու ժամանակը, էլի ինձ թվում է, ուղղակի Հայաստանում ոչ միայն քիչ մարդիկ կան, ովքեր որ հասկանում են մարդու հասարակ համեստ լինելը, որ դա ուժեղ մարդու տեսակ է, դա ուժեղ մարդու նշան է, էլի մի քիչ ուրիշ ձև են մարդկանց սկսում ընկալել, ինչ եմ ուզում ասեմ, այդ հաղթանակներից հետո շատ մարդիկ իհարկե ցույց տալով երևի որ շատ ուրախ են ինձ համար, բայց շատ նախանձում էին այդ ամեն ինչին, ուղղակի մարդիկ պետք է հասկանան, որ այդ հաղթանակները ես ուղղակի օթից չեն գալիս, էլ այդ հաղթանակների համար քրտնաջան աշխատանք է պետք, ու այն նոր սպորտսմենները, որ բլոգերները կամ չգիտեմ երաժիշտները դառնում են սպորտսմեն, ինչա որ շատ բան followers ունեն, այտենց չի լինում, ես հին սպորտսմեն եմ 90-ական թվականների, ես 97 թվին արդեն աշխարհի արծաթե մեդալ եմ ունեցել, էլի կարատեով 99 թվին արդեն աշխարհի չեմպիոն եմ դարձել, ես այդ նոր սպորտսմենների պես չեմ որ գնամ զալում մի ժամ պարապմունք անեմ 50 րոպե սելֆի անեմ կամ վիդեո անեն, հասկանում եք, ես կարամ պարապեմ, մարդիկ չիմանան, որ ես պարապում եմ, որտեվ ես պարապում եմ արդյունքի հասնելու համար, էլի, ես չեմ պարապում, որ ամեն օր ստորի անեմ, որ տեսեք ես պարապում եմ, էլի, հասկանում եք, ասպերա կազմակերպություն կար, ովքեր որ արել էին առաջարկ լուրջ, որ զբաղվեն իմ պրոմոշնով, որ ես տարբեր վարկազներում մասնակցեմ, եղել են, որ շատ ժամանակ գրում են տարբեր դրսի մասնագետներ, պրոմոութերներ, որ դու ինչ-որ ագենտ ունես, մենք ուզում ենք զբաղվենք, բայց ես ագենտի կարիք չունեմ, որտեվ Փառք Աստծո իմ շրջապատը մեծ է, ես այսօր եթե ենթադրենք մի կազմակերպությունում եմ ուզում մասնակցեմ, հենց այդ կազմակերպության ոչ թե տնօրենի հետ, այլ հենց ստեղծողի տիրոջ հետ կարողանում եմ կապի դուրս գամ, իմ պայմանները իրանց ասեմ, ոչ թե մաչմեյքերների հետ խոսամ, այլ Փառք Աստծո էլի ասում եմ, շրջապատը բավականին մեծ է, շատ տեղեր հարգանք ու պատիվ ենք թողել ու ունենք ապրած։ Պրամո ես անմիջական կապ եմ հաստատում, խոսում եմ, ասում եմ իմ պայմանները ուզում են համաձայնում են մասնակցում եմ, չեն ուզում, չեմ մասնակցում, էտա։ Անդավաճան մնում ես հայրենիքիդ կողք։ Հա, չէ, MMA-ում Դինա ջան, ինչ-որ դրոշ բարձրացնելը կոնկրետ կարատեում դե ես էլ չեմ գնա, էլ ուրիշ երկրից մոտ։ Հայտյա անկեղծ ասած, ես վերջերս ուզում եմ, որտեվ Կազախստանից այն վաղտվա մարզիկները, ովքեր որ միասին Ղազախստանի դրոշն են բարձրացրել, 20 տարի առաջվա հիմա արդեն մարզիչ են, Ղազախստանի գլխավոր մարզիչներն են եւ այլն, ասում են, ոչ մի բան չեմ կարա բացառեմ, եթե ես ի վիճակի եղա, կարող է մյուս տարի ես դրա մեջ վատ բան չեմ տենում, որովհետեւ Ղազախստանը էլ իմ, Հայաստանը իմ հայրենիքն է, իհարկե ես այսքան խոսքով չէ իմ արածներով, իմ արդյունքներով, հաղթանակներով, իմ բացի սպորտը դրսում իմ հող ու ջրի համար քայլեր անելով ես հիմնավորել եմ, որ ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, իմ հողն ու ջուրը, այսօր ուր ուզեմ կարամ գնամ ապրեմ, բայց գնում եմ, մի քիչ մնում եմ, էլի հետ եմ գալիս, բայց Ղազախստանն էլ այն երկիրն է, որ ինձ տվեց ապագա սպորտում, հաջողություններ,
Նույնպես ընդունում եմ որպես իմ երկրորդ հայրենիքը, ասենց ասեմ։ Շատ լավ։ Կամ իսկ վերջում արի անդրադառնանք նաև մեր ծրագրի ֆորմատին, հա։ Ինձ մոտ բացի այն, որ տարբեր բնակավարի մարդիկ են հյուր գալիս, հիմնականում նաև գալիս են ըստ իմ վերնագրի արդեն ծրագրի հասկացար։ Այն մարդիկ, ովքեր որ նաև առիթների հետ կապ ունեն, կազմակերպիչներ են, երգիչ, դերասան, չգիտեմ, հաղորդավար, թամադա, այսպես շարունակ։ Բայց ես այս պահին ուզում եմ իմանալ Ինչքանով էլ ես գիտեմ, թե ինչպիսին ես դու, հեռուստադիտողի համար, ինչպիսին է Կամոն որպես հոբելյար։ Ես տեսակներ ասեմ, դու ընտրի որ նա քոնը կամ։ Հոբելյար։ Այո։ Երիտասարդ տղա, ով ամիսներ առաջ սիրում է իր ծնունդը կազմակերպել, մարդ, որ այդ օրը մի քիչ չի սիրում, տենց մեկ ուսանում է, եւ երրորդը, դե տուն, տեղ, կոլեկտիվ, ընկերներ, սպորտ ասեր հասարակություն, ոնց էլ չնի, ամեն մեկը մի բան կկազմակերպի Կամոյի համար։ Որն է քոնը կամ։ Ծննդյանս հետ կապված։ Այդ օրը ամենաչսիրացածս օրն է։ Լուրջս ասում։ Այո։ Ես ինչքան ժամանակ, այդ վերջի անգամ 22 թվին էր որ ծնունդս եմ նշե։ Ես չեմ սիրում իմ ծննդյան օրը։ Անկեղծ ասեմ, ինչի, որտեվ այդ օրը իհարկե հարազատներ, այդ օրը շատ ժամանակ ես հեռախոս անջատում եմ։ Տարի եղել որ ընդհանրապես եմ անջատել։ Որտեվ ես այդ օրը այն որ ումից որ չես ուզում եմ որ դիստանցիայի վրա ես պայ, շատ էլ կան որ սունեց է սարես ու բարձինացիա պապանես, բոլորը առիթա որ գրեն կամ զանգեն դե մի քիչ որ հեռախոս միացրածը զանգում ես չի լինում էլի չվերցնել, հա, բայց մարդիկ կան որ իրոք չեմ ոչ թե չեմ սպասում որ շնորհավոր, այլ չեմ էլ ուզում։ Դրա համար այդ օրը հետո նաև այդ օրը դու հասկանում ես որ մի տարի եւս մեծացա։ Այո, այդ թեման իմ մոտ էլ կա։ Հետո տենց որ ասեմ որ չէ, ես նույն լինում է այնց որ այդ օրը կարող եմ կազմակերպել եւ ինչ որ սպորտի հետ կապված հաջողություն նշեմ։ Այո։ Շատ ժամանակ այդ օրը չեմ անում, ասում եմ թող անցնի, հետո մի հատ ուրիշ օր կանեմ, որ առանձին որ սպորտի հետ կապված լինի, էլի, չեմ սիրում։ Շատ լավ, բայց մենք կամ ունենք հոբելյարներ, էլի, առավելևս ես վստահ եմ, որ ինձ հիմա մարզիկներ կան, նոր սերունդ կա, որ հետևում է քեզ, եւ տեսախցիկը կոննա կամ շնորհավոր ես իրանց օրվա հոբելյարներին, քո ձևով։ Ես ամենակարևորը ուզում եմ մաղթեմ բոլորին, բոլոր լավ մարդկանց, բոլոր հոբելյարներին, հա, ինչ եմ շեշտում լավ մարդկանց, որտեվ իրոք մի քիչ շատացել են վատ մարդիկ հիմա իրենց մի կողմ բան են, ես միայն լավ մարդկանց ցանկանում եմ, այն մարդկանց, ովքեր որ հայրենասեր են, հա, ովքեր որ մարդկանց ցանկանում են միայն լավն ու բարին, այդ մարդկանց ես ուզում եմ ցանկանամ ամենակարևորը որ իրենք լինեն առողջ, իրենք լինեն անսահման երջանիկ, այսօր երջանիկ լինելու համար հավատացեք գումարը կարևոր բան չէ, էլի ուրիշ բաներից կարող ես երջանիկ լինել, ու ամենակարևորը որ իրենց շրջապատեն լավ ու հավատարիմ մարդիկ։ Ամենակարևորը։ Էդի այն բաներն են, որ երբեք ոչ մի գումարով չես գնի, այն բաներն են, որ շատ քիչ մարդիկ կարող են էլի ունենալ։ Հիանալի է։ Իսկ ավարտին ծրագրի ես կարող եմ ասել, որ շատ ունեմ մարզիկ, հա, ընկերներ, բայց իմ ընկերությունը Կամոյի հետ իմ կարծիքով ամենաթանկն է։ Երբ որ օրը ցերեկով Դինայի ծրագիրը ծնվեց, իմ առաջի չեմպիոն ասված ընկերը եղել է Կամո Ունանյանը։ 2008 թվականին։ 2008 թվականին։ Եվ թեկուզ Միացյալ Նահանգներ էլ մեկնել եմ, Կամոն եղել է նորից իմ մոտ տաղավարում, այսինքն ես սիրում եմ իմ լավագույն ընկերոջ հաջողությունները կիսվել նաև ինձ մոտ եթերում։ Հարց ու պատասխանի դեպքում էլ ինձ կարող եք գտնել, ես մեծագույսրով ինչ պետք է կփոխանցեմ Կամոյին, եթե կամաչեք, հա, բայց այսքանից հետո ես ուզում եմ միայն լինես ամենակարևորը առողջ։ Այդ ամենակարևոր երևույթն է։ Ես երբեք չեմ ասում Կամ ջան, գնաս հաղթանակով հետ գաս, որովհետև դու մեզ սովորացրել ես այդ թեման, որ չեմ էլ պատկերացնում։ Արդեն սովորական բան է, չէ՞։ Հա, որ Կամ ջան, հա, վերջացավ, արդեն մեդալը մերն է, շատ նորմալ երևույթ է։ Մի բան ասեմ, այդ թեմայի շուրջ, որ էլի սենց միշտ հաղթում եմ, գալիս եմ, դե արդեն 28 տարի է, Դինա ջան, ես են գիտես էլի մարզիկներից չեմ, որ մի քանի սենց տարի սենց իմ անունը տան մեկելով կորեն, որտեվ իրանք սենց բարձրացան ու սենց մարում են։ Այս վերջերս անգերները որ գրում եմ, տենց արդեն շատ սովորական են բանում, ասում եմ, որը չեք ուրախանում, չեմ հասկանում էլի բան, դե ասում եմ արդեն սովորել ենք էլի։ Ու
ես իրենց այն մտերիմ մարդկանց մասնախոսքը մնացածին մեկը էլի շատ ժամանակ գիշերվա օրինակ ժամը ասենց կարող է 9:30 կողմերը զանգեմ իրանք որ նստած կաֆեում վայելում են իրանք հանգիստը ես ստադիոնում ասեմ ես ստադիոնում եմ վազում եմ կամ ինչ-որ պարապմունք եմ անում ասեմ հասկացեք էլի այդ ամեն ինչը այտենց հեշտ չի տրվում դուք տենում եք ոնց որ սենց ասեմ էլի հա տեսակ ես մեդալով եմ կանգնած եմ առնչի տեղի վրա բայց դուք չեք տեսնում դրա հետևը ու շատ մարդիկ չեն տեսնում դրա հետևը ինչ տանջանք է էլի ինչ կրտնաջան աշխատանք է արվում իրոք չեմ ուզում ինձ գովաբանեմ ես ցավալին է նա որ ավելի նույն MMA-ում եթե շուտ ես մտնեի այն ժամանակ երբ որ Ամերիկայում է 16 թվին ես վերջերս Էդմոնդ Հարվերդյանն էի հանդիպել հենց այդ UFC-ի թեման իրանից եկա որ երբ կամուջան ֆորմայի մեջ լինես ես կհանդիպեմ Դանա Ուայթին իր հետ կխոսեմ ու հենց այն ժամանակ եթե ես մտնեի հենց UFC-ի ու այսինքն MMA-ով սկսեի զբաղվել ես վստահ եմ որ մեծ հաջողություններ կլինեին բայց դե ինչ արած անցավ այդ ժամանակը չեմ փոշմանում որտեվ կարատեն իմ համար դե լրիվ ուրիշ աշխարհ է ինչքան էլ որ Հայաստանում ինչ կա չկա բացել են բայց այն սպորտային աշխարհը որը որ ինչ ճանաչում է տարբեր վարկածների դա մի հատ մեծ ինչ որ պատմություն է որը որ ես թողել եմ Հիանալի է, իսկ վերջում կամ ես քանի որ ուզում եի արդեն թեման ամփոփել, դեռ ժամանակը հատվածը թողն ես անց մեջ sense կխոսեմ էլի։ Դու ինձ թույլ կտաս ես եթերում քո օգնությամբ բարձրաձայնեմ այն թեման, որ շատերի մոտ մութ էր մնացել, որովհետև շատերը գրում էին ձին, «Էս ինչ ա եղել, որ դու քո էջին դրել ես ու կամոյի մասին ես խոսում», որ մի առաջնություն էր բոլորը սպասում ենք, բայց դու չմասնակցեցիր կամ Որի մասնախոսքը Այս վերջերս որ եղել էր եւ ես իմ էջում դրել եմ որ ինչ որ վերջի պահին ինչ որ չգիտեմ ինչ էր եղել եւ թույլ չէին տվել մասնակցել Fight Night-ը Այո Կարանք խոսանք չէ այնա չի թույլ չեն տվել Ուղղակի այնտեղ ես էդ էի նոր մի քիչ առաջ ասում վերջի օրով իրանք իրենց պայմանները առաջ բերեցին Գիտեք ոնց ինչի համար ես ասացի բացի սպորտը գոյություն ունի կյանք տղայական դաշտ Եվ այլն եւ խոսքը, որը որ տղու խոսքը պետք է ավելի արժեքավոր լինի, քան ինչ-որ փեչատ եւ ստորագրությունը։ Եվ եղել էր այն, որ վերջի օրով ինչ-որ իրանք իրենց պայմանները առաջարկեցին, որին որ ես համաձայն չէի, որտեղ մենք ուրիշ բան էինք պայմանավորել, բայց մենք այդ թղթի վրա բան չէինք արել, էլի։ Բանավոր էր։ Այո, բայց ու մարդ կար, որ երկու անգամ թռեկել էր ուրիշ երկրից, որ ինձ համոզեր, հա, սենց ասեմ էլի, որ ինչ կլինի, արի կպի մեր տուրնիրեն։ Այո։ Խնդրում ենք կպի, որտեվ գիտենք, որտեվ այդ ժամանակ, հա, այդ գովազդներ գնում ամեն ինչ դու այնտեղ։ Որովհետև, հա, նո, որտեվ արդեն իմ MMA-ում իմ ցենք սենց բարձրացել էր, հա, անունը MMA-ում էլի։ Ու մեկ էլ վերջի օրով իրանք պայման են դնում իմ ընկերոջ առաջ, որը որ նաև իմ, նո, իմ ընկերոջ ավելի շատ, որը որ այդ գազམ་ակերպիչներից մեկն էր եւ ես իմ ընկերոջը ասեցի ոչ մի դեպքում չկա համաձայնություն, որովհետեւ ով ուզում է լինի, չի կարա մեր դիմաց գա ինչ որ պայման դնի վերջի պահով, որովհետեւ մենք ուրիշ բան ենք պայմանավորվել։ Իսկ թե ով իր խոսքի տերը չի, դի արդեն մենք գիտենք, անցած թեմա է։ Հա, բայց շատերի մոտ դեռ առավելևս լրագրողների եւ շատերն էլ ինձ գրում են ձին ինչ ա եղել, որովհետեւ որ բոլորս պատրաստ գալիս ենք կամոյին սատարենք։ Շատ մարդիկ եկել են, որ իմ մարտն այն իմ համար են եկել, ես չեմ մասնակցել։ Որովհետեւ էլ եմ ասում, բացի սպորտը, իմ համար առաջնային է իմ խոսքը։ Ես այն սպորտսմեններից չեմ, որ վայ հանուն ինչ որ մարտի կամ գումարի կհամաձայնվեմ, ինչ որ կազմակերպությունում մասնակցեմ։ Ես կարող եմ ասանից մի հատ կազմակերպություն ստեղծեմ, որ ամենաթոփ կպնողները գան կպնեն, եթե դրա ժամանակն ու հավեսն ունենան։ Շատ լավ, իսկ վերջում ես ուզում եմ դու ինքդ ասես, դա բամբասանք է, թե հենց այդպես է եղել, որ այդ առաջնության վերջում տվյալ երևի կազմակերպիչն է, թե կազմակերպիչներն են, ուղակի փախել են, մի կերպ հասել են օդանավակայան, տենց թեմաներ եղել է։ Շատ բաներ ա եղել, հա, ինձ ձերբակալել են մի պահ։ Ո, տենց հա, իհարկե, ժամանակավոր տենց, հա, որտեվ ոչ մեկին թույլ չեմ տա, առավելևս կապ չունի հայ կլինի ով ուզում է լինի, հա, ուրիշ ազգ լինի, որ ցենք
ինչա որ ես թղթի վրա բան չունեմ գրած, ստորագրած, ինչա որ ես իրանց խոսքը կարևորել եմ, քանի որ իմ համար տղամարդու խոսքը դա ամենակարևորն է, հա։ Քանի որ ես էլ մտածում եի իրանք ինչ ասել են իրենց խոսքի տենեն, ոչ թե կասեն նա у нас же нету контракта։ Դե լավ, ամեն մեկը չի որ։ Ես ասենց ասեմ, էլ եմ ասում, իմ համար կապ չունի, կազմակերպության տերը, նախարարը, падգամավորը, ով ուզում է լինի, իմ մոտ լավին լավով, վատին վատով։ Սկզբունքատեր Կամո Ունանյանը։ Շատ լավ, Կամ ջան, ես մի հատ տեքստ էլ ասեմ ու ամփոփենք իսկապես ավարտին հասցնենք։ Կար մի պահ, երբ որ անոթ մեջ դու գնում ես առաջնությունների, ասում ես ձին այնքան լավ է, գալիս եմ քո մոտ, իրար հետ մի քիչ շփվում ենք, ասում եմ ուր եմ գնում ու անունն է միշտ հաղթանակով գալիս եմ։ Կամ տաղավարը քեզ միշտ սպասում է գրկապած։ Եվ ես ուզում եմ յուրաքանչյուր թեմայով դու առաջինը կիսվես ինչպես միշտ ինձ հետ եւ մեր հեռուստադիտողների հետ։ Շնորհակալ եմ, անկեղծ, ես այն օրը մենք իրար հետ խոսացինք, ասեցի, որ ինչ եկել եմ, էլի տարբեր տեղերից հրավիրել էին, ընդհանրապես ոչ մի ցանկություն չունեի, որտեվ ես եկա էլի առողջական խնդիրներ ունեի, ոչ միայն մեջքիս հետ կապված, այս վերջերս էլի ծանր կառոնատարա, թոքի հետ կապված խնդիր ունեի, ու ընդհանրապես ոչ միտեղ ոչ մի բան չի ուզում գնայի խոսել, որտեվ սենց անորոշ վիճակ էր։ Անկեղծ ես մայիսի 30-ի մարտն էլ հələ սենց հարցականի տակ, դա կախված է դրանից, որ ես ոնց եմ ինձ գալու, ժամանակը շատ կարճ է, պետք է հասցնեմ պատրաստ լինեմ, որ մասնակցեմ։ Աստված առաջ, ես քեզ շատ սիրում եմ ու միշտ հաջողություններ եմ մաղթում Կամ ջան։ Փոխադարձ շնորհակալ եմ լավ անմիջական զրույցի համար, որտեվ ոչ միտեղ սենց անմիջական զրույց չի լինում։ Գիտեմ Կամ ջան։ Դրա համար ես չէի խեղդում եմ ընկերոջը, սպասում են արձագանքեր եւ ասել ձին ես արդեն պատրաստ եմ խոսել, բացվել եւ կիսվել հանրության հետ։ Միջև հիմա իմ լավագույն թանկ ընկեր, չեմպիոն Կամո Ունանյանն եւ ձեր Ձինա Հակոբովնան։ Ինձ փնտրեք միմիայն 21 TV եթերում, բարինը ձեզ։